Փաստ թերթը գրում է. Փաստը հայտնում է, որ Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ հաստատելու 3 ուղեցույց սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման ու հրատարակման, սահմանազատման քարտեզի ստեղծման, ինչպես նաև սահմանազատման ընթացքում փորձագիտական խմբերի աշխատանքի վերաբերյալ։ Նշվում է, որ 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրվել է երկու հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որով նախատեսվում է աշխատանքների իրականացումը համաձայնեցված ընթացակարգերով։ Նախագիծը ֆինանսական փոփոխություններ չի նախատեսում։ Հրապարակ թերթը գրում է. ուրբաթ Վանաձորում խուզարկություն ու ձերբակալություններ են արել ոչ միայն ուժեղ Հայաստանի գրասենյակներում եւ այդ ուժի հետ փոխկապակցված անձանց պատկանող տարածքներում, այլև քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի մերձավորների շրջանում։ Վանաձորում խոսում են, որ ՔՊ-ի սրտի քաղաքապետ Ական տակից աշխատում է Սամվել Կարապետյանի համար, ճշտի պանյատները թույլ չեն տալիս, որ նա Նիկոլ Փաշինյանի համար վիզ դնի։ Իշխանություններն էլ իմացել են ու որոշել նրա հետ կապված անձանց միջոցով ստուգել ու պարզել դա։ Թեև չի բացառվում, որ սա Նիկոլ Փաշինյանի հերթական կասկածամտության դրսևորումն է, որը հիմքեր չունի, թե ինչ են պարզել այդ գործողությունների արդյունքում մեզ չհաջողվեց իվանալ։ Չկարողացան կապ հաստատել ԱԿԱ-ի հետ, սակայն մեզ ասացին, որ բոլոր ձերբակալվածներին արդեն ազատ են արձակել։ Չի բացառվում, որ ընդամենը վախեցնելու համար են այդ օպերացիան արել, որ ԱԿԱ-ի պես ոչ այնքան յուրային համայնքապետերը չփորձեն տակից խաղեր տալ ընդդիմադիրների համար։ Հրապարակ թերթը գրում է. հրապարակ օրաթերթի տեղեկացմամբ Իջևանում քրեական ոստիկանության Տավուշի մարզի աշխատողները քաղաքացիական հագուստով հերթապահում են ընդդիմադիր քաղաքական ուժերի շտաբների մոտակայքում, տեսնելու թե ովքեր են ելում ու տանում։ Նշվում է, որ քրեական ոստիկանների մեծ մասը Տավուշի մարզի բնակիչներ չեն, հույս ունեցել են, թե չեն ճանաչի, սակայն մարդիկ նրանց ճանաչել են։ Իջևանցիները որդովված են պնդելով, որ քրեական ոստիկանությունը զբաղվում է հանրությանը ահաբեկելով։ Իրավունք թերթը գրում է. հատկապես խուճապի մեջ հայտնված ՔՊԱ-ականներին Փաշինյանը ամենօրյա ռեժիմով վստահեցնում է, որ իրենց հաղթանակը անկասելի է։ Թող հլա ասեն խոսեն, վերջին շաբաթվա մեջ նենց կոմպրոմատներ են պայթելու, որ սրանք շտաբներից չեն կարա դուրս գան, թող մինչև վերջ մաշացնեն իրանց։ Տարածված լուրերի համաձայն այս կերպ է իր կողքը պահում վախվորած թիմակիցներին։ Հրապարակ թերթը գրում է. զինված ուժերում մեր տեղեկություններով սկսել են ցուցակագրել ծառայողներին ըստ իրենց բնակության վայրերի եւ զգուշացրել են, որ անխտիր ստուգելու են նրանց եւ իրենց ընտանիքների անդամները մասնակցել են արդյոք հունիսի 7-ի ընտրություններին։ Այս փաստը դժգոհությունների ալիք է բարձրացրել, քանի որ չեղարկել են նաեւ այդ օրերի համար գրանցած արձակուրդները։ Հատուկ զգուշացրել սպառնացել են ընտրության չմասնակցողների եւ իրենց ընտանիքների համար վատ է լինելու։ Մեր աղբյուրների փոխանցմամբ այս պահի դրությամբ դեռ չեն ասել, թե ում պետք է ընտրել, սակայն դա առանց ասելու էլ պարզ է։ Պարզ չէ մի բան, եթե մարդիկ գնան ընտրության, իշխանությունն ինչ երաշխիք ունի, որ հենց իրենց են ընտրելու, այլ ոչ թե ընդդիմությանը։ Մարդիկ առաջվա պես միամիտ չեն, որ մտածեն, թե գաղտնի տեսախցիկներով հետևելու են իրենց եւ պարզելու են, թե ում ընտրեց քվեախցիկ մտած պետական ծառայողը։ Հրապարակ օրաթերթը գրում է. ԲՏԱ նախարար Մխիթար Հարապետյանը, որ սովորել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնում 2025-ին, երբ եղել է 25 տարեկան, աշխատել է Աղթամարշտուր տուրիստական ընկերությունում որպես էքսկուրսավար։ Նա տուրիստական խմբեր է ուղեկցել Արևմտյան Հայաստան, պատմել հայրենիքի կորսված լինելու մասին, ցեղասպանության եւ Թուրքիայի ժխտողականության մասին։ 2018 թվականին, երբ նա նշանակվեց Սփյուռքի նախարար, հրապարակված իր կենսագրության մեջ Աղթամարշտուրում աշխատելու մասին հիշատակում կար։ Իսկ այժմ Հայրապետյանը խմբագրել է իր կենսագրությունը եւ այնտեղից հեռացրել անցանկալի դրվագները, այդ թվում գիտ աշխատելու վերաբերյալ հիշատակումը։